Բարի երեկո, խժդժություններն արաբական աշխարհում շարունակվում են։ Մի տեսակ դանդաղել են իհարկե, Էլեն բումը չկա, երբ ամեն օր մի նոր երկիր էր ներքաղաքական ցնցումների մեջ ընկնում, եւ այդուհանդերձ process-ը շարունակվում է։ Կարող եք հիշել, թե երբ եք վերջին անգամ տեսել Եգիպտոսի էքս-նախագահ Հոսնի Մուբարաքին հեռուստացույցով։ Կդժվարանաք։ Հիշեցնեմ, փետրվարի 11-ին վաղ առավոտյան։ Իսկ հիշում եք, թե ինչ էր ասում Մուբարաքը։ Ասում էր, թե իր լիազորությունների մի մասը հանձնում է փոխնախագահ Օմար Սուլեյմանին, բայց նաև հայտարարում էր, որ միևնույն է իշխանությունը չի հանձնելու եւ պաշտոնավորելու մինչեւ ժամկետի ավարտը, այսինքն սեպտեմբեր։ Կրկնեմ, սա Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակի վերջին հրապարակային ելույթն էր, որում նա իշխանությունը որևէ մեկին չի հանձնել։ Իսկ ինչպես եղավ, որ Եգիպտոսում այդուհանդերձ իշխանություն փոխվեց։ Միանգամայն տրամաբանական հարց, բայց մի քիչ սխալ հարց, քանի որ Եգիպտոսում իշխանությունը չի էլ փոխվել։ Ամենայն դեպս որոշ բացառություններով այսօր այդ երկիրը կառավարում են նույն մարդիկ, որոնք կառավարում էին նաև Մուբարակի օրոք։ Եթե դա իշխանության փոփոխություն է, ապա համաձայնեք մի քիչ տարօրինակ փոփոխություն է, երբ նախարարների կաբինետի մեծ մասն իր տեղում է, պետական կառավարման համակարգի կարևորագույն պաշտոններում էլի հին մարդիկ են եւ այլն։ Որ կողմից էլ նայում ես, բացի Մուբարակից ու վարչապետից, ինչպես նաև եւս 1-2 դեմքերից նույն իշխանությունն է։ Լսիր բայնում է, որ այնտեղ նստա։ Ընկեր Փիլոյանը չէ։ Ոչ։ Վայ, ինչպես էլ նման է, այ։ Հայերի մաքուր ընկեր Փիլոյանը։ Այդքան էլ նմանություն է։ Հայերի նույն Փիլոյանն է, նույն գլուխը, նույն մազերը, նույն քիթը, նույն բոխախը։ Իսկ որտեղ է Մուբարակը հիմա, այս բան, ոչ ոք չգիտե, բայց դա դեռ հարցի մի կողմն է։ Իսկ հիմնականն այն է, թե ինչպես ստացվեց, որ փետրվարի 11-ին միանգամայն առողջ, կարմիր թշերով, առույգ, կայտար Մուբարակն իր հայտարարությունից ընդամենը ժամեր անց, չգիտես ինչու, մեկնեց Շարմ էլ-Շեյխ, որն առողջարանային քաղաք է, եւ փոխարենն այդ առողջարանային քաղաքում ել ավելի առողջանար, գազդուրվեր եւ նոր ուժերով պայքարի մեջ մտներ, բռնեց ու կոմայի մեջ ընկավ։ Բայց կոմայի մեջ ընկնելուց առաջ տարօրինակ զուգադիպությամբ Մուբարակը հասցրեց նաև հրաժարական տալ, տվեց ու նոր միայն կոմայի մեջ ընկավ։ Մայրին, ներիր ինձ։ Յուրա, ես այստեղ եմ։ Գեղեցիկ է, չէ՞, իհարկե գեղեցիկ է, բայց ավելի շատ կինոյի է նմանվում։ Իսկ ինչու որևէ մեկի մտքով չի անցել գոնե լուսանկարել պատմական այն պահը, երբ Մուբարակը հրաժարական էր տալիս, այդպես էլ անհասկանալի է մնում։ Եվ ստացվում է մի իրադրություն, երբ որևէ ապացույց ուղղակի չկա, գոյություն չունի այն բանի, որ Եգիպտոսի նախագահն ինքն իր ձեռքով, սթափ գիտակցության մեջ ինքնակամ հրաժարվել է իշխանությունից, եւ հակառակը, չկա ոչ մի ապացույց այն բանի, որ նրան ինչ-ինչ միջոցներով չեն լռեցրել։ Ամենայն դեպս առավել քան տարօրինակ կերպով զարգացան իրադարձություններն այդ երկրում եւ առավել քան տարօրինակ կերպով տեղի ունեցավ այսպես ասած իշխանափոխությունը, որի արդյունքում մեծաշուռ իշխանությունը ոչ էլ փոխվեց։ Եթե փորձում ես մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրել եգիպտական իրադարձությունները, ապա դրանք ավելի շուտ սովորական հեղաշրջման են նմանվում, քան հեղափոխության։ Ընդ որում չափազանց ուշագրավ է այս պատմության մեջ արևմտյան լրատվամիջոցների դերակատարությունը։ Մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե հատկապես որ շահագրգռությունն էր ստիպում աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներին օրեր շարունակ եգիպտական զարգացումները ցույց տալ օնլայն ռեժիմով։ Նման բան վերջին անգամ եղավ երևի թե միայն սեպտեմբերի 11-ի ահաբեկության ժամանակ, այն էլ ընդամենը մի քանի ժամ, բայց դա դեռ հասկանալի է։ Իսկ թե ինչով էր պայմանավորված ամբողջ այս աժիոտաժը Եգիպտոսի պարագայում կրկին մութ հարցերի շարքից է։ Ինչպես նաև միայն զավեշտ առաջացնող միտումը, երբ ամենահեղինակավոր լրատվամիջոցները ամեն օր ասում էին, որ իրենց աղբյուրները պնդում են, թե հենց այսօր Մուբարակը հրաժարական կտա, հենց вաղը կտա, 2 ժամից կտա, շաբաթ օրը кта եւ այլն։ Паршивая болезнь. Протянет этот зайчик месяц, не больше. Ну что? Месяц, не больше. Լիբիա, հերթական մութ պատմությունը։
Լիբիայից վերադարձած հայերն օրինակ պատմում են, թե լրատվամիջոցները ծայրահեղ ուռճացնում են իրադարձություններն այդ երկրում, բայց դա չէ կարևորը։ Քադդաֆին իսկապես էլ չափն անցել է եւ դա ակնհայտ է։ Նախորդին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների վարչակազմը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել զենք մատակարարել Լիբիայի ապստամբներին։ Մեկը լինի հարցնի, բա դուք ինչու չեք մատակարարում։ Ты свои кавказские штучки брось, сам иди. Արա ես են բանը Արա ես սանկ եմ սպասում, արա Հիմա եկեք մտածենք։ Ենթադրենք, թե դուք աշխարհի թիվ 1 գերտերության ղեկավարն եք եւ մտահոգված եք Լիբիայում ընթացող պատերազմով եւ ժողովրդի ճակատագրով։ Ինչ կանեիք դուք։ Երևի թե մի քանի խելոք մարդ կհավաքեիք, խումբ կձևավորեիք, կուղարկեիք Լիբիա, իշխանությունների եւ ապստամբների հետ բանակցելու, հաշտության եզրեր գտնելու եւ արյունահեղությունը կանգնեցնելու։ Իսկ ինչ է արվում դրա փոխարեն, կոչ է արվում զենք մատակարարել ապստամբներին։ Այսինքն ոչ թե փորձի արվում կանխել արյունահեղությունը, այլև արվում է տրամագծորեն հակառակը, զինելով մարդկանց, որ նրանք ավելի ինտենսիվ պատերազմեն կառավարական զորքերի դեմ։ Իսկ ինտենսիվ պատերազմը նույնքան էլ ինտենսիվ զոհեր է ենթադրում։ Եվ ստացվում է, որ պատմությունները մութ են, նպատակներն ու շահերը ստվերային, բայց ինչպես մարդկության ամբողջ պատմության ընթացքում, հիմա էլ ժողովուրդն այդ ամենում ընդամենը գործիք է դառնում կամ մսացու։ Բա ուր մնաց հումանիզմը Շահրիզադեի հեքիաթներում։ Առողջ եղեք։